Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Արամ Վարդևանյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահի երրորդ տեղակալ, ինչ որոշումներ է այսօր կայացրել նոր ձևավորված խորհրդարանը։ Ուրվագծվել է խորհրդարանական հանձնաժողովների ղեկավար կազմը, որոնք են գլխավորելու ընդդիմադիր պատգամավորները։ Գագիկ Ծառուկյանի փեսայի աղմկահարույց ձերբակալությունն ու հրապարակված տեսանյութը հարցեր է առաջացրել։ Երևանի կենտրոնում կարող է 50 հարկանի կառույց հայտնվել, ինչու են քանդում Հայփոստի շենքը։ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի հակասությունները դեռ չեն հանգուցալուծվել, թեև Թեհրանը խոսում է Օմանի հետ բանակցությունների առաջընթացի մասին, ինչ է պահանջում Թեհրանը նեղուցը վերաբացելու համար։ Ազգային ժողովն արդեն ունի երրորդ փոխնախագահը։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվել է ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել են 53 պատգամավոր և բոլորն էլ կողմ են քվեարկել։ Քվեարկությունից առաջ թե Հայաստան խմբակցությունը, թե իշխող քաղաքացիական պայմանագիրը հայտարարել էին, որ աջակցելու են Վարդևանյանի թեկնածությանը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալների մյուս երկու պաշտոններն արդեն զբաղեցնում են ԿՊ ներկայացուցիչներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Իսկ ինչով է այսօր զբաղվել նոր ձևավորված խորհրդարանը և ինչ հայտարարություններ են արել պատգամավորները, ռեպորտաժում։ Կոնկրետ անձը ինչ կարևոր է, երբ խմբակցությունը ունի որոշում։ ԿՊ-ն 13 ձայն է տվել, որ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը դառնա ազգային ժողովի փոխնախագահ։ Բայց ԿՊ խմբակցության ղեկավարը հարկ է համարում հստակեցնել, որ տվել են այնքան ձայն, որքան հարկավոր էր, ոչ ավելին, ոչ էլ պակաս։ Որտեվ իրենք իրենց մեր թեկնածուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր թեկնածուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության։ Վարդևանյանը սակայն ԿՊ-ի առաջ իրեն պարտավորված չի զգում ու չի էլ զգալու։ Բնավ քաղաքական որևէ կաշկանդվածություն չի առաջացնելու որևէ կերպ։ Ի վերջո հաշվի առեք, սա ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնն է։ Որոշակի իմաստով ընդդիմադիր խմբակցությունների ստացած ձայների մեր հայրենակիցների տված աջակցության իրացման տեսանկյունից է այդ իմաստով է լեգիտիմությունը։ Նորընտիր փոխնախագահի հասցեին, սակայն դեռ մինչև քվեարկությունը ԿՊ-ից հնչեց ամենակոշտ գնահատականներից մեկը։ Տեսակետ հնչեց, թե դուք արդարության փաստաբանն եք, տեսակետ հնչեց, որ դուք սատանայի փաստաբանն եք, իսկ իրականության մեջ դուք ուղղակի հարուստ հաճախորդների փաստաբան եք։ Վարդևանյանը կոռեկտության սահմաններից դուրս է համարում իր հասցեին հնչեցրած հայտարարությունը։ Բացասական եմ վերաբերվում։ Ես առնվազն չեմ կարծում, որ ինձ թույլ կտամ իրենց բնութագրեմ, եթե այդ մոտեցումը որդեգրեմ։ Վարդևանյանի թեկնածությունը պաշտպանելիս Էդգար Ղազարյանը միաժամանակ արձանագրեց իշխանական պատգամավորների հեգնական խոսույթը։ Նա հիշեցրեց, որ քաղաքական դերերն ու կարգավիճակները կարող են փոխվել եւ այն, ինչ այսօր ծիծաղել է թվում իշխանության ներկայացուցիչներին, վաղը կարող է արդեն իրավական պաշտպանության անհրաժեշտություն ստեղծել։ Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ կարծում եմ բաժանում է ընդամենը մի շիշ վիսկի եւ WhatsApp-ի մեկ հաղորդագրություն։ Իսկ նման իրավիճակներում պարոն Վարդևանյանի ծառայությունները նաեւ որպես պրոֆեսիոնալ իրավաբանի կարծում եմ ձեզ շատ են պետք գալու։ Լարվածություն է նկատվում նաև Մեսրոպ Մանուկյանի ու ԿՊ-ական Լևոն Լևոնյանի հարաբերություններում։ Մանուկյանը մարտահրավեր է նետել ու մեկ շաբաթ ժամանակ է տվել Լևոնյանին իր հասցեին հնչեցրած հայտարարությունն ապացուցելու համար։ Այն Լևոնը Լևոնյան հելավ անպատասխանատու բաներ արեց, խոսեց, համալրեց Թագուի Ղազարյանի շարքերը սուտ խոսալու։ Հիմա իրանը ասել եմ, նոր էլ մոտիկացիա ասել եմ, քեզ ժամանակ մեկ շաբաթ հրապարակես մեկ ձայնագրություն, որտեղ որ ես հրաժարվել եմ իմ հարաբերություններից եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան Դաշինքի հետ, ես ներողություն կխնդրեմ։ Չես հրապարակի այսուհեւ ընդունենք իգիտություն, որ դուք անպատասխանատու հայտարարություններ եք անում։ Փաշինյանի ԵԱՏՄ-ի վերաբերյալ հայտարարությունների մասին Աննա Գրիգորյանն օրինակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԵԱՏՄ նիստում հնչեցրած հայտարարություններին ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է նշել, որ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակի անդամակցությունն անհնար է։
Սակայն այդ դեպքում հարց է առաջանում. ինչու էր ընդունվել ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Արթուր Խաչատրյանն էլ ԵԱՏՄ-ում Փաշինյանի ելույթը գնահատում է Հայաստանի, Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Խաչատրյանի գնահատմամբ սահմանափակումների հարցը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ԵՄ-ի ուղղությամբ որդեգրած քաղաքական կուրսի շուրջ Ռուսաստանի հետ արկա հակասությունները չեն կարգավորվել։ Պատգամավորը կարծում է, այս քաղաքականության հետևանքները Հայաստանի համար արդեն զգալի են։ Պապը ամեն օր փլավ է ուտելու, բայց մր այդ փլավը կանգնեց պապի բգին։ Ինչ են իրան կարել, ոչ իվան չեն արել։ Խորհրդարանում արդեն հաստատվել է նաև թե որ ուժը մշտական որ հանձնաժողովն է ղեկավարելու։ 12 հանձնաժողովներից 8-ի նախագահները լինելու են քաղաքացիական պայմանագրից, իսկ 4 հանձնաժողով կղեկավարի ընդդիմությունը։ Այսպիսով հարգելի գործընկերներ, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, հանձնաժողովի տեղակալը կլինի Ուժեղ Հայաստան խմբակցությունից, պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, նախագահի տեղակալը կլինի Հայաստան խմբակցությունից, ֆինանսավարական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահը կլինի Ուժեղ Հայաստանից, տեղակալը քաղաքացիական պայմանագրից, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը Ուժեղ Հայաստանից, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի Ուժեղ Հայաստանից, տեղակալը Ուժեղ Հայաստանից, չէ, սխալ եք գրել, էլի քարտուղարություն։ Քաղաքացիական պայմանագրից է տարածքային կառավարման։ Բայց իրականում քարտուղարությունը պիտի ինձ ստուգեր, ոչ թե ես քարտուղարությանը, բայց ինչևէ։ Կրթության, գիտության կամ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կլինի Հայաստան խմբակցությունից, տեղակալը Ուժեղ Հայաստան խմբակցությունից, Առողջապահության հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահը կլինի Ուժեղ Հայաստանից, տեղակալը քաղաքացիական պայմանագրից, Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից եւ տարածաշրջանային Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը կլինի Ուժեղ Հայաստանից, քարտուղարությունը էլի սխալ էր գրել։ Նոր խորհրդարանում կգործի նաև պատգամավորների վարքագծին հետևող էթիկայի հանձնաժողով։ Ազգային ժողովը որոշեց ստեղծել 10 անդամից կազմված ժամանակավոր հանձնաժողով, որը կգործի 2 տարի։ Այստեղ ՔՊ-ն կունենա 5, Ուժեղ Հայաստանը 3, իսկ Հայաստանը 2 ներկայացուցիչ։ Հանձնաժողովը կարող է քննել պատգամավորների էթիկային վերաբերող հարցեր եւ օրենքով նախատեսված դեպքերում կիրառել կարգապահական միջոցներ։ Նախագծի հեղինակների խոսքով նպատակը պատգամավորների վարքագծի նկատմամբ ավելի հստակ եւ վերահսկելի մեխանիզմ ստեղծելն է։ Ինչու չի ստեղծվել այդ հանձնաժողովը, որովհետև օրենսդրություն սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով։ Այսինքն էթիկայի հանձնաժողովը չի եղել մշտապես գործող հանձնաժողով, եւ դա է եղել պատճառը, որ մենք համարել ենք, որ ճիշտ չէ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստեղծել էթիկայի հանձնաժողով, ինչը ենթադրում է ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այդ հարցի քննարկում, ըստ այդմ արդեն ստեղծում ընկալում հանրային ստեղծում հանրության շրջանում ընկալում, որ այդ մարդը արդեն իսկ խախտել է էթիկայի կանոնները։ Համենայն դեպս իմ վերաբերմունքից հարցիսիկ էթիկայի հանձնաժողովի հետ կապված, ես մեկն եմ եղել իմ մի շարք գործընկերների հետ, որ այս ուղղությամբ երկար աշխատանք է տարել եւ ես ուրախ եմ, որ մեզ հաջողվել է գտնել լուծում սահմանադրայրավական կարգավորումների շրջանակում եւ մենք այսօր հասել ենք այս կետին, որ քննարկում ենք էթիկայի հանձնաժողովի ստեղծման հարցը։ Խորհրդարանի աշխատանքից դուրս այսօր ուշադրության կենտրոնում է նաև քրեական մի գործ, որի շրջանակում կալանավորվել է Արգամ Աբրահամյանը։ Նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, կալանավորված Գագիկ Ծառուկյանի փեսան։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։
Ըստ քննության խոսքը 2023 թվականի ապրիլին Երևանի Միասնիկյան պողոտայում տեղի ունեցած սպանության մասին է։ Այս գործի շրջանակում առանձին քննարկման առիթ է դարձել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից նրա ձերբակալության տեսանյութի հրապարակումը։ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ քրեական վարույթի շրջանակում անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է։ Ինչ իրավական խնդիրներ է առաջացրել քննչական կոմիտեի հրապարակումը եւ ինչ պատասխանատվություն է նախատեսված նման խախտումների համար, Սեդա Գյուրեխյանի ռեպորտաժում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օգոստոսի 8-ին ներխուժել են Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բնակարան, կոշտ ուժի կիրառմամբ ձերբակալել նրա որդուն Արգամ Աբրահամյանին եւ տեսահոլովակը հրապարակել սոցցանցերում։ Աբրահամյանը, որը Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, քննչական կոմիտեի կողմից մեղադրվում է պատվերով սպանության դրդելու համար։ Ձերբակալության հոլովակին նախորդել է կոմիտեի գրառումը, որի մեջ ընտանեկան կյանքի գաղտնիության եւ անմեղության կանխավարկածը խախտող ձևակերպումներ կան։ Այստեղ մենք ականատես եղանք եւ հերթական շոուի ձերբակալման ընթացքում եւ նաեւ որքանով էր նպատակահարմար կամ իրավաչափ այն մանրամասները ներկայացնելու, որ այդ գործի հետ կապված կար, արդյոք դա ինչ որ բանով օգնեց գործին կամ որքանով էր ճիշտ, որ հանրությունը ինչ որ մանրամասներ իմանա, այն դեպքում որ դերևս ձեր ասած անմեղության կանխավարկածից ելնելու, հետագայում կարող է այդ ամենը հերքվի, բայց այնուամենայնիվ այս պահի դրությամբ այդ ամենը հաստատվեց, ես այստեղ քաղաքական տար եմ տեսնում։ Իրավապաշտպանի խոսքով այստեղ ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտման խնդիրն է, այստեղ առաջ է գալիս նաև անձի պատվի եւ արժանապատվության հարցը։ Սա ինչ է, ինչպես կարելի է այդ ընտանիքներին այդպես վարկաբեկել ու գործել։ Եվ կարծում եմ, որ իրավապահ համակարգը այնպես է վարկաբեկվել, որ իրենք էլ ոչ մեկին եւ ոչինչ չեն կարող վարկաբեկել։ Իսկ սա, ասում եմ, ակնհայտ է արդեն։ Եվ այն, որ գլխավոր դատախազը հայտարարում էր, որ վստահությունը մեծացել է դատախազության նկատմամբ, երևի այս դեպքերը նկատի ունի։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ խոսքը 2023 թվականի ապրիլի 30-ին Միասնիկյան պողոտայում տեղի ունեցած սպանության մասին է։ Ըստ իրավապահների, Արգամ Աբրահամյանը սպանությունն անձամբ չի կատարել, այլ իր անվտանգության աշխատակցին է հանձնարարել հրազենով սպանել ՍՎ-ին։ Անվտանգության աշխատակից Գեգամ Հակոբյանի փաստաբանն ասում է, իր պաշտպանյալը մինչ օրս մեղքը չի ընդունում։ Տենց ապացույց չկա, ուղղակի որ ինչ որ մեկը ասի տեսել եմ սպանությունը կատարել։ Ես ինչ մարդն եմ։ Ոստիկանության մի հատ աշխատողը ասում է, որ իրան ձերբակալել է, ասեց կնոջս սա մոտեցել, ասում ոնց է քեզ ասում այդ ամեն ինչը, քննիչին ասում մեղքը չեմ ընդունում, օրինել են։ Իբր այդ մարդը իր կնոջն է մոտեցել, ասենց օդից վերցել են, իբր սա է մոտիվացիան։ Փաստաբանը նշում է, գործով դեռ 3 տարի առաջ 2023-ին քննվել են բոլորը, այդ թվում Արգամ Աբրահամյանը։ Քննչական կոմիտեի գրառմանը հետևել է ՄԻՊ-ի կոշտ արձագանքը։ Պաշտպանը նման տեղեկությունների հրապարակումը անվանել է անմեղության կանխավարկածի խախտում, ընդգծել, որ քրեական հետապնդումն ու ձերբակալությունը չեն վերացնում անձի մասնավոր կյանքի պաշտպանության իրավունքը։ Պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Անձի նկատմամբ քրեական վարույթի իրականացումը կամ ձերբակալությունը չի կարող ներկայացվել կամ լուսաբանվել այնպիսի ձևաչափով, որը կարող է հանրության շրջանում ձևավորել նրա մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք, նախքան մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։ Պաշտպանի արձանագրությունից հետո էլ քննչական կոմիտեի գրառումը ոչ հեռացվել է, ոչ որևէ կերպ փոփոխվել։ Կոմիտեից քննադատությանը չեն արձագանքում եւ որևէ կերպ չեն մեկնաբանում մարդու իրավունքների պաշտպանի արձանագրությունը։ Սովորաբար ՄԻՊ-ի արձանագրությունները խորհրդատվական բնույթ ունեն, բայց երբեմն կարող են առաջացնել իրավական հետևանքներ։ Իրավաբան Սերգեյ Հարությունյանն ասում է, կա օրենքով սահմանված պատասխանատվություն, բայց բազմաթիվ ինստիտուտներ նրա ձևակերպմամբ այս պահին իմիտացիոն բնույթ ունեն։ Սեդա Գյուրեխյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։
Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղերձը հղել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա անդրադարձել է իր հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե բարեգործությունը տարիներ շարունակ օգտագործվել է անձնական շահերի համար։ Նա ընդգծել է, որ հնարավոր չէ միայն բարեգործությամբ երկիր պահել։ Ըստ Ծառուկյանի, երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, առողջ տնտեսական միջավայրերով եւ կառավարման էֆեկտիվ համակարգերով։ Դու կարող ես փրկել կյանքեր, կառուցել եկեղեցիներ, տպագրել գրքեր, նկարահանել ֆիլմեր, հնարավորություններ ստեղծել կրթություն ստանալու, բեմադրել ներկայացումներ, անել այլ կարևոր գործեր։ Ամբողջ աշխարհում է այդպես, եւ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ։ Որոշեցի ինքս լինել հայաստանցի այն բարեգործը, ով օգնում է աշխարհի տարբեր ծայրերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդպես ես Հայաստանում ծնված ու կայացած Գագիկ Ծառուկյանս օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի մեր հայրենակիցներին, Լիբանանի մեր հայրենակիցներին, Իրանի հայ համայնքին, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների հայ համայնքներին, տարբեր երկրներում ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, աշխարհի տարբեր երկրներում մեր եկեղեցիներին ու հայկական համայնքներին։ Հայաստանի արտգործնախարարությունը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջը Վերոնիկա Զորաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանդիպման ժամկետները դեռ համաձայնեցվում են։ Նշեմ, որ Զորաբենդն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև իշխանությունը հայտնել է նման հանդիպման մասին։ Արտաքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ հանդիպման հարցը քննարկվել էր դեռ ավելի վաղ, իսկ առաջարկը փաստացի փոխանցվել է նրա հայտարարությունից հետո։ Հիշեցնեմ, որ նա դեռ հունիսին հայտարարել էր, որ ցանկանում է կանանց միջազգային պատվիրակություն ձևավորել եւ մեկնել Բաքու, այնտեղ պահվող հայերի հետ հանդիպելու եւ նրանց ընտանիքներից նամակներ ու ծանրոցներ փոխանցելու նպատակով։ Քաղաքային խնդիրների մասին։ Երևանի կենտրոնում մեծ փոփոխություն է սպասվում։ Սարյան փողոցի Հայփոստի գլխավոր մասնաշենքի տեղում նախատեսվում է կառուցել շուրջ $300 միլիոն արժողությամբ համաշխարհային առևտրի կենտրոն։ Շրջանառվող տեղեկություններով այն կարող է ունենալ մոտ 50 հարկ։ Այսինքն, Հայփոստի շենքի փոխարեն նոր բարձրահարկ համալիրի կառուցումը կարող է փոխել Սարյան փողոցի եւ հարակից հատվածների ամբողջ տեսքը։ Նոր շենքի կառուցումը կարող է նաեւ ավելացնել մեքենաների եւ մարդկանց հոսքը, առանց այդ էլ ծանրաբեռնված քաղաքի կենտրոնում։ Ինչու է որոշվել քանդել Հայփոստի շենքը եւ ինչու այդքան մեծ նախագիծը մինչեւ հիմա չի քննարկվել ոչ հանրության, ոչ էլ մասնագիտական շրջանակների հետ, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Երևանի կենտրոնում Սարյան փողոցում քանդվելու է քաղաքի խորհրդային շրջանի խորհրդանիշներից մեկը՝ Հայփոստի շենքը։ Դրա տեղում նախատեսվում է կառուցել համաշխարհային առևտրի կենտրոն, շուրջ $300 միլիոն արժողությամբ բազմաֆունկցիոնալ համալիր։ Սակայն միջին վիճակագրական երևանցին դեռևս լիովին տեղեկացված չէ, թե իր քաղաքի կենտրոնում ինչ է կառուցվելու։ Ավելին, նախագծի մասին անգամ ճարտարապետներն են տեղեկացել այստեղից այնտեղից։ Ինչու այսպիսի մասշտաբային նախագիծը մինչև հիմա չի դարձել լայն հանրային եւ մասնագիտական քննարկման առարկա, եւ առհասարակ ինչու պետք է քանդել շենքը։ Հայփոստի գլխավոր մասնաշենքի հեղինակն է ճարտարապետ Էդուարդ Սարապյանը, որի կառույցներից մեկը ի տարբերություն այս շենքի պահպանվեց։ Կարելի էր նույն օրինակով շարունակել, նշում է ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։ Ռազդան հյուրանոցի հեղինակն է, հրապարակի մշակույթի թանգարանի հեղինակն է, եւ քաղաքի երկար ժամանակվա ճարտարապետ եւ հեղինակն է Սայաթ Նովայի արձանի քանդակագործի պետնասի, հեղինակն է Սարապյան Էդվարդը։ Հիմա այդ Ռազդան հյուրանոցը մի թեթև, այսպես ասած, ճակատները ժամանակակից նյութերով մշակելուց ստացվեց բավականին համակրելի այսօրվա բոլոր պահանջներին համապատասխանող հյուրանոց։ Հիմա ինչն է խանգարում, որ այդպիսի մոտեցումով գնալ, ոչ թե քանդել։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն նախատեսվում է շուրջ 50 հարկանի երկնաքեր կառուցել։
Եթե այդպես է, ապա խոսքը ոչ թե հերթական կառուցապատման, այլ Երևանի համայնապատկերը փոխող կառույցի մասին է։ Ճարտարապետը կարծում է, որ եթե համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելը պարտադիր է, դրա համար կարելի է դիտարկել նաև այլ տարածքներ։ Հիմա այդ ծավալը այն կողմից դվին է եւ դվինի կողքի հյուրանոցը, այս կողմից էլ սա ավելի երկու անգամ բարձր շինություն է։ Այդ թաղամասի իմաստը կորցնել են տալի։ Դες կոնդիցիաները այսքան տարիներ սպասել են, որ այդպես ինչ-որ պիտի բան լինի։ Այդ հարցը, որը իրոք լուրջ հարց է, այսքան տարիներ չի լուծում, դրել են մի կողմ, ուզում են տեղ մի հատ հուշարձան շենք դնել, չի կարելի օդանավակայանի կողքը այդ ամեն ինչը կազմակերպել եւ չանել 50 հարկ, անել այնպես, որ համահունչ լինի եղած ճարտարապետության հետ։ Բացի դրանից, եկան խնդիրները լուծեցին, գնացին։ Կուզենան գան Երևան ման գան, թող գան ման գան։ Բայց 50 հարկում պետքա մարդիկ նստեն, չէ՞։ Այդ մարդիկ պետքա կենցաղ ունենան, այդ մարդիկ պետքա կապի միջոցներ ունենան։ Այդ նշանակում է այդ բլուրը լրիվ 5 տարով պետքա քանդվի, կոմունիկացիաներ անցկացվի, այս բերվի, այն բերվի կապի միջոցներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչու համար։ Նման մասշտաբի կառույցը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել քաղաքի կենտրոնը, երթևեկությունն ու մարդկանց հոսքը։ Խնդիրը միայն շենքը չէ։ Սարյանը, Գլխավոր Մաշտոցի պողոտան, Կոնդը եւ Հրազդանի կիրճ տանող հատվածը մեկ ամբողջական քաղաքային միջավայր են։ Լավ կլիներ, որ դա հակառակը մաքրվեր, սարքվեր այնպիսի մի հաճելի մի միջավայր, որ մարդիկ հաճույքով երեկոն կենտրոնի ապրող այդ մեծ զանգված ապնակելի չէ, հիմա Գլխավոր պողոտայի վրա, որ նրանք կարողանային հնարավորություն ունենային գնային մաքրոջի չէին վերադառնալ, ինչքանով մաքրոջն են քաղաքի օդը։ Նախագծին կառավարությունը հավանություն է տվել 2023-ին Ռենշինի ներկայացրած ծրագրի հիման վրա։ Այն իրականացվում է պետություն մասնավոր համագործակցությամբ ստեղծված համաշխարհային առևտրի կենտրոն Երևան ընկերության միջոցով, որտեղ Ռենշինին պատկանում է 56%, պետությանը 19%, իսկ Հայփոստին 25%։ Այսինքն Երևանի կենտրոնը փոխող այս նախագիծը միայն մասնավոր նախաձեռնություն չէ։ Դրանում բաժնեմաս ունի նաև պետությունը։ Նախագիծը հարվածի տակ է դնելու նաև Կոնդի 2 թունելները։ 1935-ից 36 թվականներին կառուցված շուրջ կես կիլոմետր ձգվող այս թունելները նախատեսված էին Հրազդանի կիրճը քաղաքի հետ կապելու համար։ Հիմա ըստ տեղեկությունների դրանք վերածվելու են ավտոկայանատեղիի։ Եթե սարքեն ավարտեն, արդեն հնացած կլինի։ Եվ մեր քաղաքին հոգե հարազատ չի լինի։ Այս հարցերի պատասխանները սակայն մինչև հիմա ամբողջական չեն։ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը մեզ հայտնել է, որ այս փուլում նախագծի վերաբերյալ ամբողջական մեկնաբանություն դեռ չեն կարող տալ։ Քաղաքապետարանից էլ մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում են պահանջել։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Բազարյան, ABC Media։ Իրանն ու Ուկրաինան շարունակում են տարաձայնություններ ունենալ Կասպից ծովում իրանական առևտրային նավի հարվածի շուրջ։ Թեհրանը չի ընդունել Ուկրաինայի բացատրությունը, թե նավին հարվածելը միտումնավոր չի եղել։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ուկրաինան պետք է փոխհատուցի պատճառված վնասը։ Իրանական կողմի տվյալներով հուլիսի 25-ի միջադեպի հետևանքով 1 նավաստի զոհվել էր, ևս մեկը վիրավորվել։ Իրանը միաժամանակ խոսում է Օմանի հետ բանակցություններում առաջընթացին և նեղուցով նավագնացության նոր ուղիների շուրջ համաձայնության մասին, բայց շարունակում է պնդել, որ նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի ներկայացրած պայմանները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիների շուրջ համաձայնությունը արդեն վերջնական փուլում է, սակայն դա դեռ չի նշանակում, որ նեղուցը կվերաբացվի։ Թեհրանը շարունակում է պնդել, որ դրա համար նախ պետք է կատարվեն իր հիմնական պահանջները, այդ թվում դադարեցվեն Իրանի դեմ ռազմական գործողություններն ու սպառնալիքները և վերացվեն պատժամիջոցները։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է Դոնալդ Թրամփի և նրա հիմնած Խաղաղության խորհրդի Գազայի հատվածի վերաբերյալ ծրագիրը։ Նա հայտարարել է, որ Իսրայելի բանակը զորքը դուրս չի բերի, մինչև Համաս խմբավորումը լիովին չզինաթափվի։
Երբ ես ասում եմ, որ Համասը պետք է զինաթափվի, նկատի ունեմ նաև ծանր զենքերը, բոլոր տեսակի զենքերը, եւ մենք խոսում ենք իրական, այլ ոչ թե կեղծ զինաթափման մասին, ասել է Նեթանյահուն կառավարության նիստի սկզբում։ Համասի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը հայտարարել է, որ խմբավորումը շարունակում է հավատարիմ մնալ Թրամփի խաղաղության խորհրդի մշակած ճանապարհային քարտեզին։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին եւ միջնորդներին ճնշում գործադրել Նեթանյահուի վրա։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջտաբա Խամենեին Մոհսեն Ռեզայիին նշանակել է իր ներկայացուցիչն ազգային անվտանգության գերագույն խորհրդում։ Մինչ այս Ռեզային Իրանի գերագույն առաջնորդի ռազմական գծով խորհրդականն էր։ Նա Միացյալ Նահանգների հարցում կոշտ գծի կողմնակից է եւ բազմիցս կողմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հանդեպ ճնշումն ուժեղացնելու ուկտին։ Դամասկոսն ու Մոսկվան հուշագիր են ստորագրել Սիրիայում Ռուսաստանի ներկայության վերակազմակերպման վերաբերյալ, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հղում անելով երկրի արտգործնախարարությանը։ Համաձայնագրի համաձայն քաղաքացիական օբյեկտները կփոխանցվեն Սիրիայի վերահսկողությանը, իսկ ռուսական ռազմաբազաները կդառնան համատեղ ուսումնական կենտրոններ։ Նախարարությունից հայտնել են, որ Դամասկոսը կստանձնի Հմեյմի մոթանավակայանի եւ Տարտուսի նավահանգստի 4-րդ առևտրային նավամատույցի քաղաքացիական վերահսկողությունը, թույլ տալով դրանց աստիճանական ինտեգրումը երկրի քաղաքացիական կառուցվածքին։ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս լուրը։ Բուլղարիայում Ուկրաինայի դեսպան Օլեսիա Իլաշչուկը կանչվել է երկրի արտգործնախարարություն։ Պատճառն օգոստոսի 8-ին տեղի ունեցած միջադեպն է, որի ժամանակ հարևան Ռումինիայից Բուլղարիա մտած անօդաչու սարքը պայթել է տրանսբալկանյան գազատարի մոտ Թաշտում։ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բեկորների նախնական վերլուծության համաձայն այն պատկանում է Ուկրաինային, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ չկա որևէ հիմք կարծելու, որ միջադեպը դիտավորյալ է եղել։ Ֆրանսիայում իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 400 մարդու դիտավորյալ կամ պատահաբար անտառային հրդեհներ առաջացնելու կասկածանքով։ Ձերբակալված 420 անձանցից 166-ն անչափահասներ են։ Գործերից մեկով 23-ամյա մի տղամարդ մեղադրվում է անցյալ ամիս Վարի դեպարտամենտում 5 օր շարունակ դիտավորյալ 10 հրդեհ առաջացնելու համար։ Եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում եւ 150,000 եվրո տուգանք։ Արտարոց դեպք է տեղի ունեցել օդում։ Մալայզիայից Հնդկաստան թռչող ինքնաթիռի ուղևորը փորձել է բացել վթարային ելքի դուռն ավելի քան 9 կիլոմետր բարձրության վրա։ Մյուս ուղևորները ոլորել են նրա ձեռքերը եւ կապել։ Ավելի ուշ նրան ձերբակալել են, իսկ թե ինչու էր որոշել օդում բացել ինքնաթիռի վթարային դուռը, պատասխանել է՝ այդպես էի ուզում։ Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդոյի երկրպագուներն էլ հայտնվել են անհարմար դրության մեջ։ Օգոստոսի 8-ի կեսօրին Մադեյրայի Ֆունշալ քաղաքի տաճարում հավաքվել է մոտ 2000 մարդ ֆուտբոլիստի եւ Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան արարողությունը դիտելու, սակայն ականատես են եղել այլ զույգի արարողությանը։ Ֆուտբոլիստն ինքը հայտարարել էր, որ իր հարսանիքը տեղի կունենա աշխարհի առաջնությունից հետո, սակայն նա չէր նշել ճշգրիտ ամսաթիվը կամ վայրը։ Սակայն բրիտանական The Sun-ը գրել էր, որ հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 8-ին Ֆունշալ քաղաքի տաճարում։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։